հանգիստ եղիր, աղոտ կարա, անհիշաչար եղիր միշտ, թող քո լացով չուրախանա քո թշնամին ամբարիշտ։ Այստեղ ահա կբաժանվենք, մնաս բարյավ, սիրելի, այսպես ես չեմ ցավել երբեք, դառնությունով սիրտս լի, այստեղ ահա քեզ թողնում եմ, և չգիտեմ ուր կերթաս, կասկածներից ես դողում եմ, թող պահպանի քեզ Աստված, ախ առանց քեզ տխուր կյանքիս օրը տարի կդառնա, բայց ուր լինիս, դարձյալ հոգիս շուրջդ պիտի թրթռա, մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, որ քեզ շատ եմ կարոտել, և տեսության ժամի համար չմոռանաս աղոթել։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին է նվիրված մեր այսօրվա հանդիպումը։ Իմ հյուրերն են այսօր Լուսինե Ղարախանյան, Աշոտ Գալստյան, Այլիտա Դոլուխանյան, Ռուբեն Բաբայան։ Պիտի խնդրեմ, որպեսզի հիշեք, թեպետ ինձ թվում է, որ Թումանյանի հետ ծանոթությունը ֆիքսել անհնար է։ Երբ եղավ հանդիպումը Թումանյանի գրականության և նրա իմաստության հետ։ Տիկին Ղարախանյան։ Ես դա տեսնում եմ տարիքային տարբեր փուլերում, օրինակ իմ առաջին հանդիպումը եղավ, երբ ես Շունն ու կատու գիրքը վերցրեցի գյուղական գրադարանից և կարդացի, այսինքն առաջին հանդիպումը Շունն ու կատու ստեղծագործության միջոցով էր։ Հետո ես շատ վառ հիշում եմ Գիքորը պատմվածքը, որ դպրոցում սովորել ենք, և հիշում եմ իմ հոգեբանական իդենտիֆիկացիան, այս նույնացումը կերպարի հետ այնքան ուժեղ էր, որ ես հին մի կողմ դրած շորեր եմ հագել և բոբիկ գնացել տնամերձ այգին և սկսել բահով աշխատել իբր թե Գիքոր եմ, էլի ոնց որ տեսեք խղճալի վիճակում եմ, ոտքերս բոբիկ են և այլ այսպես։ Եվ մի քիչ ավելի մեծ տարիքում, դեռահասության տարիքում Մարոն և Անուշն եմ ընթերցել և հանդիպել այդ կերպարների հետ և երևի հենց այդ ընթացքում է, որ աշխարհը ընկալել եմ տխուր գույների մեջ։ Եվ արդեն պատանեկության տարիքում հեռացել եմ Թումանյանից, նախընտրել եմ տեսեք արևմտյան գրականություն, Հերման Հեսսե, Մարկես, Ալբեր Քամյու և Արցախից տեղահանվելուց հետո, երբ ստացա թանգարանի տնօրեն աշխատելու առաջարկը, նոր մտա Թումանյանի աշխարհ և Թումանյանը դարձել է ինձ սպեղանի, դարձել է աշխարհը և կյանքը էգզիստենցիալ առումով ընկալելու, իմաստավորելու մի հորդաբուխ աղբյուր, դարձել է իմ ինքս ինձ հետ և աշխարհի հետ հաշտ լինելու ամենակոնկրետ, ուժեղ, հստակ բանաձևը։ Շնորհակալություն։ Կարծում եմ Թումանյանը ուղեկցում է յուրաքանչյուր հայի և նրա արևի պես նայեք աշխարհին արտահայտությունը բոլոր ժամանակներում արտիական հնչեղություն ունի։ Ինչպես յուրաքանչյուրին, այնպես էլ ինձ Թումանյան ուղեկցել է դպրոցական տարիքում, բուհական ուսումնառության ընթացքում բանասիրական ֆակուլտետում և հետագա գործունեության ընթացքում հանրակրթական դպրոցի մայրենի դասագրքեր կազմելիս, որտեղ Թումանյանը իր ուրույն տեղն ունի։ Առանց Թումանյան այսօր դպրոցը չի կարող գոյատևել։ Ես ինձ հիշում եմ 3 տարեկանից և իմ առաջին գրքերը եղել են Թումանյանի զանազան առանձին հրատարակված գրքերը։ Այն ժամանակ 40-ական թվականներին այդպիսի գրքեր հրատարակվում էին։ Պողոսն ու Պետրոսը, Չարի վերջը, Անբախտ վաճառականները, գուցե թանգարանում հիմա կան այդ գրքերը։ Եվ իհարկե ծնողներս էին կարդում մեզ համար և մեր ընտանիքում ծնողներիս համար Թումանյանի պաշտամունքը կար։ Այդ պաշտամունքը նրանք ներարկեցին իրենց 4 երեխաների մեջ և մեկ դպրոցում հրաշալի ենք անցել Թումանյան, ես պատմալեզվագրական ֆակուլտետի լեզվական բաժինն եմ անցել, բազմաթիվ առիթներով շփվել եմ Թումանյանի հետ, կազմակերպել եմ օլիմպիադաներ Թումանյանին, երբ որ ես համապետական այս հայկական դպրոցական օլիմպիադայի նախագահ էի, միշտ Թումանյանից հարցեր էի դնում,
այն նպատակով, որպեսզի իմանամ նրանք Թումանյանի գործերը կարդացել են, թե գիտեն Թումանյանի մասին, որովհետև ամենից լավ Թումանյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը. Թումանյանով մենք կանք, առանց Թումանյան մենք չկանք։ Իմ ծանոթությունը սկսվել է թատրոնից։ Մենք ապրում էինք Մաշտոցի պողոտայում, այդ հայտնի դերասանական շենքում, իսկ հակառակ կողմում գտնվում էր տեխնիկային թատրոնը, որը այսօր ուրեմն խմաճիկների թատրոն է։ Եվ քանի որ հայրս թատերագետ էր, թատերագիր էր, մենք հաճախակի գնում էինք այդ թատրոնը։ Բայց ես պետք է ասեմ, որ իրականում ես այդ ճամփին եմ, նա չի ավարտվել։ Եվ ամեն անգամ նորովի ես բացում, ավելի խորը եւ հասկանում ես, որ միևնույնն է այն ինչ որ դու բացահայտում ես Թումանյանի մեջ, դա պարզապես մի փոքր մասնիկն է, որտեղ Թումանյանը տիեզերք է եւ յուրաքանչյուր տարիքում միգուցե նաեւ ոչ թե տարիք կապ ունի, նաեւ քո էմոցիոնալ վիճակը, նաեւ քո դու տվեք ասել իմաստությունը, որը ոչ այդքան հաճախակի կապված է տարիքի հետ, բայց դու նորովի ես բացահայտում եւ հասկանում ես, որ այնտեղ ավարտ չկա, նա անավարտ է եւ բացահայտում ես իրեն ոչ որպես միայն գրող իհարկե։ Ես կարծում եմ, որ մեր բախտը բերել է, որտեղ իդեմս Թումանյանի մենք ունենք մեծ գրող, մեծ մտավորական եւ մեծ քաղաքացի։ Սա հազվագյուտ է լինում եւ ոչ բոլոր ազգեր ունեն այսպիսի ուրեմն կոնգլոմերատ մեկ մարդու մեջ։ Այնպես որ ես կարծում եմ ամեն ինչ դեռ նոր է սկսվում իրականում։ Այո, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Հրանտ Մաթևոսյանը այսպես է ասել, այո, Թումանյանի մասին. տարազգի, տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով։ Եվ այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է։ Առանց Թումանյանի այդ եզերքը մերը չէ։ Այլև մենք այդ աշխարհի առջև կանգնած ենք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով։ Թումանյանով մենք կանք։ Առանց Թումանյանի մենք չկանք։ Այնքան պարզ է գրում, ասես ինքը չի գրել, ասես դա ժողովուրդն ուղակի ասել է, երգել, պարզապես մտածել։ Գրել է բոլորի համար, ամենափոքրերի եւ ամենամեծերի, գրել է հասարակ ու պարզ լեզվով, բայց խորը ու բովանդակալից։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Լոռվա Դսեղ գյուղում։ Ծնողները փոքրիկ Հովհաննեսին ձեռքերի մեջ են մեծացրել, անգամ օրորոց չեն դրել, որ միտքը պայծառ մնա, չորորվի։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ Հենց այդտեղ առաջին անգամ սիրահարվեց եւ գրեց մեզ հասած առաջին բանաստեղծությունը՝ Հոգուս հատորը։ Հետո տեղափոխվեց Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, բայց ուսումն այդպես էլ չավարտեց։ Գիտելիքի պակասը լրացրեց ընթերցանությամբ։ Դսեղում անցկացրած մանկության դրվագներն ամբողջությամբ ներկայացված են Թումանյանի ստեղծագործություններում։ Ահմադը, Մայրը, Իմ ընկերն է Սոն, Մարոն, Լոռեցի Սաքոն, Անուշ, Գիքորը եւ այլն։ Դեռ պատանի տարիներից անդամակցում էր գաղտնի կազմակերպությունների, որոնք ազգային ազատագրական պայքարի ճանապարհներ էին փնտրում։ Թումանյանն առաջին անգամ գրական ասպարեզ մտավ տպագրելով Դսեղ գյուղն ու գյուղացիների նիստուկացը նկարագրող կարճ պատմություններ։ 1890 թվականին Մոսկվայում հրատարակվեց Թումանյանի ստեղծագործությունների առաջին ժողովածուն։ Պերճ Պրոշյանը եւ Ղազարո Սաղայանը իրենց հովանու տակ առան գրական ասպարեզ մտած տաղանդին։ Թումանյանը ծավալել է նաեւ հասարակական գործունեություն։ 1905-ից 1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է երկու հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։ Իսկ 1915 թվականին Մեծ Եղեռնից հետո հոգ է տարել Էջմիածնում գտնվող հայ գաղթականների մասին։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվեց Վերնատուն գրական խմբակը, որը մեծ դեր ունեցավ ինչպես հայ գրականության, այնպես էլ 20-րդ դարի հայ մշակույթի պատմության մեջ։ Հեքիաթներից մինչև քառյակներ, բանաստեղծություններից մինչև պոեմներ, քննադատական եւ հրապարակախոսական հոդվածներից մինչև թարգմանություններ։ Նրա գրական ժառանգությունը մեր ազգային հայելին է։ Կարդալով Թումանյան, ճանաչում ենք ինքներս մեզ եւ անսահման սիրում նրան։ Նրա աշխարհն ընդգրկող սիրտն այսօր իր սիրելի դսեղում է, իսկ ղոչաղ մնալու պատգամը մեր սրտերում։ Թումանյանն իր հոդվածներից մեկում գրել էր. ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը, ձևը, ու ներքին իմաստը, հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց այդ ներդաշնակությունը դժբախտաբար շատ է դժվար։ Երբ մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։ Տիկին Ղարախանյան, ուսումնասիրելով ես իրեն նաև ճանաչեցի այդ ձևով, որ շատ սկզբունքային էր, շատ խիզախ էր եւ ձևի մասին չէր, առավել հոգու։ Գիտեք, օրինակ մենք հակված ենք միշտ ասել, որ Գրիգոր Նարեկացին է, չէ, Աստծո հետ հանդիպել, բայց երբ մենք ուսումնասիրում ենք բոլոր գրվածքները, այդ դեպի անհունը, որ քիչ առաջ ասվեց եւ այդ հավերժականի կատեգորիան, որ ինքը արժևորել է, գալիս եմ ես օրինակ այն եզրակացության, որ ինքն էլ շատ մոտ հեռավորության վրա է եղել եւ առաջաստեղծ էությունը, այդ սկիզբը շատ հստակ, այսպես շոշափելի երևում է։ Հոգեբանության մեջ կա այսպիսի մի եզրույթ բարձրակարգ մարդ, որի մեջ մտնում է անթերի մարդը, ասենք, որը գերմարդն է, շատ մոտ նման Աստծուն, ինքը տեղավորվում է այս բարձրակարգության մեջ եւ հանրային գործիչ, սկզբունքային այդ ամենան, որ ասում ենք, համարյա ամեն ասպարեզում շատ լավ հայր է եղել, շատ լավ ամուսին, ամենայն հայոց բանաստեղծ, շատ լավ հոդված, լավ ընկեր, ամեն ինչի մեջ այդ ամենան կար եւ ամեն ինչի մեջ այդ ներդաշնակը ճիշտը սկզբունքը այն ինչ արժեքների վրա է շոշափելի է եւ դա քառյակների մեջ է, որը մի ամբողջ աշխարհ է, փիլիսոփայություն է, չգիտեմ, էգզիստենցիալիզմ է, ամեն ինչ կա քառյակների մեջ եւ պատմվածքների մեջ եւ հեքիաթների մեջ, որտեղ մեր հոգեկերտվածքը շատ հետաքրքիր եւ ամենտեղ շատ լավ հաղորդագրություններ կան, որոնք հենց այսօր էլ օրակարգ պետք է բերել, հենց հիմա, հենց այսօր, հենց այս պահին, այո։ Թումանյանն ասում էր, դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը դպրոցի բովանդակությունը, երկուսը միացած են պայծառ ու լուսավոր ուժով, որով հզոր ու անխորտակելի են դառնում ժողովուրդները ու մտնում են կուլտուրական ազգերի եղբայրության մեջ։ Պարոն Գալստյան, նա երեխաների դաստիարակության մեջ էր տեսնում փրկությունը եւ կուզեի խոսեինք նաեւ նրա հրատարակած դասագրքերի մասին, լուսաբերի մասին։ Բնականաբար նրա առաջին ստեղծագործությունները հասկերում եւ լուսաբերում են երևացել եւ հետագա ժամանակահատվածում տարբեր ժողովածուներում։ Իրապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները կրթել են բոլոր ժամանակներում։ Մեր սերունդները կրթվել են Հովհաննես Թումանյանով։ Եվ այսօր էլ ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ մեր դասագրքերում զգալի տեղ ունի Հովհաննես Թումանյանը։ Եվ պիտի ասեմ, որ ինչին ձեռքը դիպել է, անթերի է եղել։ Նրա եւ ստեղծագործությունը քիչ առաջ նշվեց, որ բոլոր ասպարեզներում նա լավագույնս հանդես է եկել, լավագույն գրող, ամենայն հայոց բանաստեղծ, եւ մենք պիտի հիշատակենք նաեւ, թե որտեղ է ծնվել այս շրջասույթ պատվանունը Սուրբ Էջմիածնում, ամենայն հայոց բանաստեղծը հայոց որբերի հետ փորձում էր որոշակի աշխատանքներ իրականացնել եւ մենք գիտենք, որ նա երկու անգամ եղել է Արևմտյան Հայաստանում 14 թվականին նոյեմբեր-դեկտեմբերին եւ 15 թվականի հունիս ամսին եւ իր աչքերով է տեսել, թե ինչ էր կատարվում Արևմտյան Հայաստանում եւ
հայոց որբերի հետ այսպես շատ անտրամադիր եկել է Սուրբ Էջմիածին եւ այդ փոքրիկների մեջ եղել է Մայրանուշ Պարոնիկյան դերասանուհին, հայտնի դերասանուհի, որին մենք շատ լավ ճանաչում ենք։ Եվ մայրը Մայրանուշին ուղարկում է ջուր բերելու։ Մայրանուշը գնում է ճակճկած ոտքերով եւ աղբյուրի մոտ ջուր է լցնում, այնտեղ մոտենում է մի բարձրահասակ մարդ եւ ասում է որտեղ է մայրդ։ Մայրանուշը ցույց է տալիս, որ հերվում նստած է։ Հանում է մի թղթադրամ, մեկնում Մայրանուշին եւ ասում. «Կտանես կտաս մորդ, թող քեզ համար չստեր առնի»։ Մայրանուշը չի ճանաչում ով էր այդ մարդը։ Գալիս եւ մայրը հարցնում է ով է հեղինակը եղել։ Հետագայում նա պետք է իմանար, որ այդ մարմնացյալ բարությունը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր։ Եվ սա ընդհանրապես մեկ օրինակ է։ Այո, սա մեկ օրինակ է հայոց որբերի այդ իրավիճակը ներկայացնելու։ Տիկին Դոլխանյան, թվում է մեր հայոց լեզուն է, մեր պարզ բառերը, բայց ինչպես էր նա այդ պարզ բառերով շարադրում իմաստունը։ Նա մի ասույթ ունի, որը մենք երբեք չպետք է մոռանանք։ Ընդհանրապես այնպես պետք է գրել, որ աչքի նման պարզ լինի, աչքի նման բարդ։ Իր բոլոր ստեղծագործությունները այդպիսին է։ Գիտեք, ես մի երազանք ունեմ, որը երկու հեղինակի է վերաբերում։ Մեկը Թումանյանն է, մյուսը Իսահակյանն է։ Թումանյանի քարակները համաշխարհային գրականության ձեռքբերումներ են եւ լավ կլինի, որ աշխարհի տարբեր լեզուներով մի գրքի մեջ այդ ձևը ունեն պարսիկները, իրենք Խայամին այդպես թարգմանել են, այդ գիրքը ես տանում եմ տարբեր լեզուներով, շատ շքեղ հրատարակվեն եւ աշխարհի գրադարաններում ու գրախանութներում լինի։ Աշխարհը ճանաչի Թումանյանը ինչ մեծ փիլիսոփա է իր քարակներով, շատ մեծ փիլիսոփա է, եւ Իսահակյանի Աբուլալա Մահարին այդպես թարգմանվի։ Ես դա իմ գրականագետի երազանքն է։ Ուզում եմ մի բան պատմել, գուցե մարդիկ չգիտեն, երբ 18 թվականին թուրքերը մտան Հայաստան, ներկա Վանաձորի բնակիչները գնացել են Դսեղգյուղ Թումանյանից օգնություն խնդրելու ընտանիքներով։ Թումանյանը բոլորին տեղավորել է, Տիգրան Հախոմյանի հուշերից եմ դա պատմում, եւ խարույկ է վառել, տղամարդկանց հավաքել ու սկսել է զանազան պատմություններով հանգստացնել։ Մինչև գիշերվա 12-ը, երբ բոլորը քնել է նաեւ Տիգրան Հախոմյանը, բայց մի պահ արթնացել է ու տեսել է այդ ուրախ զվարթ Թումանյանը արցունքներով լաց է լինում։ Այսինքն ինչքան պետք է մեծ մարդասեր լինի։ Արան Բաբայան, իր ստեղծագործություններում եւ նաեւ հեքիաթներում հատկապես ապագայի ուղերձներ կան։ Եվ նաեւ հոգեբանական կողմ կա այստեղ, օրինակ քեֆանողի քեֆը չի պակսիլ, երբ պիտի գոհանաս ունեցածովդ, որպեսզի առավելը տրվի քեզ։ Եվ դուք անընդհատ այդ հեքիաթների մեջ եք նաեւ։ Թումանյանի հեքիաթները պարզապես մանկական հեքիաթներ չեն։ Նրանք նաև դեղատոմս են։ Ես 3 հեքիաթ եմ բեմադրել. Անխելք մարդը, Քեֆանողին քեֆ չի պակսիլ եւ Անբան հորին։ Ընդ որում շատ հետաքրքիր է, Անխելք մարդը մենք մոտ 15 երկիր ենք տարել տարբեր միջազգային փառատոների եւ բոլոր երկրներում ներկայացումից հետո ինձ մոտենում էին ուրեմն տեղացի հանդիսական եւ ասում էր այս պատմությունը մեր մասին է։ Դա համաշխարհային խնդիր է սեփական բախտի կողքով անցնել, նկատել եւ կարծում եմ, որ կներեք մի քիչ վերադառնամ հետ, հա, որտեղ խոսք գնաց նաև հոդվածների մասին, որոնց հետ, ասենք թե ես ծանոթացել եմ շատ ավելի ուշ, եւ անկեղծ ասած կարդում եմ հոդվածները Թումանյանի եւ հպարտություն եմ զգում եւ ամոթ։ Մենք հաճախակի ասում ենք նայեք ինչ հոդվածներ ա գրել,
Թումանյանը, անկեղծ չենք, մնացած եւ այլ դուք ցիտեցիք։ Ոնց որ այսօր գրված լինի։ 5 րոպե առաջ։ Բայց դա մոտ է։ Դա նշանակում է, որ 120 տարի առաջ գրած հոդվածները մեր վրա որևէ ազդեցություն չեն թողել։ Մենք պարզապես բաց ենք թողել այդ ամեն ինչը։ Թումանյանը ի տարբերություն շատ եւ շատ մակերեսային մտավորականների միշտ դիմում էր ժողովրդին, եթե նկատել եք։ Նրա հասցեատերը ոչ իշխանությունն էր, ոչ ընդդիմությունն էր, ոչ ծածա, որտեղ նա հասկանում էր, որ պրոբլեմը այստեղ է։ Ներսից ենք հիմա, ներսից պետք է բուժվենք։ Եվ այդ բուժումը նա տալիս էր նաև հեքիաթներով։ Նույն ձեր ասած քեֆանողին քեֆ չի պակսիլը։ Խոսքը չի գնում միայն քեֆի մասին։ Ուզում ես ստեղծագործել, քեզ հնարավոր չի արգելել։ Ուզում ես ապրել, հնարավոր չի քեզ սպանել։ Սա է։ Եվ շնորհակալ եղիր միշտ։ Իհարկե, եւ դու միշտ կապրես, եւ դու միշտ կշահես ամենադժվար պայմաններում։ Ես նայում եմ Թումանյանի նկարները, այս լուսանկարները, դսեխուն ծնված երեխա, դուք միատնեք ինչպես էր հագնվում։ Այո, Էսթետ էր մեծ։ Նա էսթետ էր։ Այս ժապավենը, այս գլխարկը, այս գոտին, նա ապացուցում է իր ամբողջ եւ գրականությամբ, եւ անձնական տեսքով, վարվելաձևով, որ քաղաքակրթությունը մեզնից դուրս չի, այն որի մասին մենք խոսում ենք, կուլտուրական ազգասած, նա մեր մեջ է, պետք է պարզապես մաքրել ու բացահայտել ինքդ քեզ, որտեղ դու ես կրողը դրա։ Մեր հաղացանքում հիմա կա 6 ներկայացում Թումանյանի հեքիաթներով եւ ուզում եմ պարզապես մի բաներ պատմեմ։ Մենք ունենք խաղացանկում նաև Սուտլիկ-Վորսկան։ Եվ մոտ երևի մի 20-30 տարվա պատմություն եմ պատմում, գերմանացի թատերական գործիչներ եկել էին եւ մեր թատրոնի հետ համագործակցություն ծանոթացել էին։ Դե հարցրեցին ինչու է թատրոնը գրում Թումանյանն, ես էլ իմ իմացածի ձևով ուրեմն ծանոթացրեցի, նաև որոշակի հեքիաթներ պատմեցի, այդ թվում նաև եւ Սուտլիկ-Վորսկանը, որը առ այսօր մեր խաղացանքում։ Իրանք լսեցին ու ասին, Պաստորեն Թումանյանն է աբսուրդ գրականության հիմնադիրը եղել աշխարհի, որտեղ այն ինչին անցել է եվրոպական գրականությունը 30-ական, 40-ական թվականներին, Թումանյանը գրել էր 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում։ Մենք շատ սիրուն խոսքեր ենք խոսում Թումանյանի մասին, բայց եկեք մի հատ նայենք, բացենք, նայենք, եղբայրս 100 տարվա մեջ մենք փոխվել ենք։ Չէ։ Մենք այս դասերը սովորել ենք, ինչքան լավ կլիներ, ինչքան ճիշտ կլներ, ինչքան մեծ կլներ մեր հարգանքը Թումանյանի հանդեպ, եթե մենք ասենք, բացեինք իր հոդվածները այսօր եւ ասենք, այն ժամանակ այնպես ենք եղել, բայց հիմա փոխվել ենք։ Մենք ասում ենք, այ մարդ, նույնն ենք։ Այսա շատ ցավալի է եւ ես կարծում եմ այս կարեւոր հանդիպումը, երբ մենք մեծարում ենք Թումանյանին, մենք պետք է նաեւ ասենք, որ մենք շատ թերի ենք եղել Թումանյանի հանդեպ եւ առ այսօր թերի ենք իր թողած ժառանգության հանդեպ։ Ես կուզեի նաև խոսեինք իր մարդ տեսակի մասին, շատ լավատես էր։ Գիտեք, Աստվածաշնչում այդ նեղ դռնով անցնելու մասին, որ շատ է խոսում, չէ՞, այդ նեղության մեջ են ծնվում եւ սակավապետները եւ ժուժկալները, այդ որակները կար Թումանյանի մեջ եւ դրան զուգահեռ ինքը շատ շռայլ եւ հյուրասեր էր, չէ՞, եւ անձնային որակների մի կոնգլոմերատ, որ չի կրկնվում, չկա, այդպեսին էլի չենք տեսնում, եւ որ եւ հյուրասեր է, եւ աստվածային է, եւ ժուժկալ է, եւ սակավապետ է, եւ շռայլ է,
Եվ որքան առաջադեմ էր այն ժամանակ իր հոդվածներում գրում էր կանանց իրավունքների մասին։ Այո։ Միայն հոդվածներում չի։ Նախաստիկ Թումանյան մարդ։ Ինքը իրենց զգում էր այս բնության, այս աշխարհի մի մասնիկը։ Մենք միշտ ասում ենք, ինչ հրաշալի ձևով է Թումանյանը նկարագրում բնությունը։ Ինքը նկարագրում է իրեն, ինքը իրեն չի անջատում դրա։ Այո, բնությունից։ Իսկ Անուշը դա հայկական Ռոմեո Ջուլիետն է։ Այո։ Որտեղ ադաթը սպանում է սերը։ Որտեղ Սարոն իգիթ է ասպետ, այլ ոչ թե չոբան։ Որտեղ այն ինչ որ անում է Սարոն, բերեմ էլի Շեքսպիրից օրինակ, դա մոտարապես այն ինչ անում է Համլետը, որը հասկանում է, որ պետք է մահանա, եւ Օֆելային, այսպես ասած, հերո է պահում։ Նույնը անում է Սարոն։ Չի գրում Թումանյանը ինչպես է Անուշը վերադառնում տուն, բայց պարզ է, որ Սարոն գիտի, որ մահանալու է։ Եվ այդ մահից պետք է փրկի Անուշին։ Եվ զարմանալիորեն երկու գործներ նկատի ունեմ Ռոմեո Ջուլիետը եւ Անուշը իրենց ողբերգական ֆինալով լուսավոր են, որտեվ դա զոնգ է սիրո։ Թումանյանի մեծությունը գալիս է նաև նրանից, որ նա մեր անցյալի պատմությունը եւ գրականությունը հոյակապ գիտեր։ Գիտեք ինչ կա, մենք այսօր եթե Սայաթնովային ունենք եւ 1963-ին Սայաթնովայի հոբելանը տոնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ով եւ Ստեյնբեկը, Ռոքուել Քենթը եկան Հայաստան, այդտեղ Թումանյանն էլ դեր ունեցավ, որտեվ 12-ին ինքը նորից կյանք տվեց Սայաթնովային։ Ինքը ամենաճիշտ գնահատականներն է տվել Սայաթնովային, թե չի կարող էր մոռացվել։ Եվ ես ցնցված եմ, որովհետև Դավթարը ինքը իր տանն էր պահում 21 թվականին, երբ արդեն հանրապետություն կար, նա հատուկ նամակով արդեն Հայաստանի պետությանն է ուղարկում, խնդրելով, որ պահեն Սայաթնովայի Դավթարը թանգարանում։ Միայն պետք է դա կարդալ։ Նա շատ մեծ հայրենասեր էր եւ ազգապահպան երևույթ էր։ Դա պետք է բոլորը գիտակցեն։ Իրապես Թումանյանը լավատես էր եւ նա երբեք չի հնանա, ինչպես չի հնանա կապույտ մանուշակը, ինչպես չեն հնանա ծիածանի գույները։ Եվ ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ Թումանյանի գեղարվեստական կերպարը կերտվեր գրողների կողմից, օրինակ մենք ունենք այդպիսի վեպեր, որտեղ գրողների կերպարը առինքնող ներկայացվում է։ Թեպետ մենք ունենք իհարկե որոշ ստեղծագործություններ, որտեղ Հովհաննես Թումանյանը երևում է Գուրգեն Մահարու մոտ, այսպես շատ թռուցիկ, եւ ամենակարևորը Թումանյանը ժամանակակիցների հուշերում, որտեղ ամեն ինչ կա մեծ լորեցու մասին, կա այն, որ բանավոր Թումանյանը ավելի հզոր էր, քան գրավոր Թումանյանը։ Մենք գիտենք, որ նա եղել է սեղանապետ, հացերեց, թամադա հրաշալի եւ անթերի է եղել նրա բանավոր խոսքը։ Եվ այս առումով իրապես մեծ է ամենայն հայոց բանաստեղծը։ Այդեք շատ կանանց հետ կապված այդ Զապել Եսայանի, Վարյա Խանդամիրյանի, Իշխանուհի Մարիամի, Հեղինե Մելիք-Հայկազյանի իդեպ առաջիկայում մենք միջոցառում ենք նախատեսում Հեղինե Մելիք-Հայկազյան եւ Թումանյան այդ հանրային դեմքերի, կանայք հանրային դեմքեր որպես եւ իր նամակագրությունն էլ երի շատ ուսանելի են եւ էլի զարմանում ես ինչպես է 19-րդ տարի վերջին եւ 20-ի սկզբին այդ ժողովրդավարական արժեքներ կրող այդ որ կանանց իրավունքները ինչպիսի շփում անեղծ թափանցիկ ճիշտ էդ էլի մի մեծ դպրոց է կանանց հետ շփումը Զապել Եսայանը Թումանյանի մասին գրել է Հովհաննես Թումանյանը ջարակայցող մարդ էր փանաստեղծ ոչ միայն քրչով այլև իր անցով իր կյանքով եւ կենցաղով անսպար վեհանձնության դպավորություն մը գործեր որովհետեւ անիկա ինքսինքը գշրայել էր անհաշիվ Կյանքի թշվարին չամփաներու վրա գքալեր ցերքերը բեռնավոր քանցերով եւ շնորհներով հարուստ էր եւ զեղուն բարոյական ուժերով քերագշիր ուժերով որովհետեւ նաեւ իր մղիչ ուժը սերն էր
Թումանյանը միշտ ասում էր, որ աշխարհում ամեն ինչ շատ հեշտ է, շատ դժվար է մարդ լինելը։ Այդ մարդ լինելը դա եղել է հիմքը թե Թումանյան կյանքի մեջ, թե մեր ընտանիքում։ Ասում էր, պետք է մարդը լինի բարի, աշխարհին նայի բարի աչքերով, եթե կարողանա մարդկանց օգնել, պետք է օգնի, պետք է զուսպ լինի, պետք է կիրթ լինի։ Մի պարադոքսալ իրողություն կա, 1915 թվականին Թումանյանի ստեղծագործությունը Տերյանը բնորոշեց որպես ունիկում, բացառիկ, բայց ունիկումությամբ հանդերձ Հովհաննես Թումանյանը ներկա է յուրաքանչյուր հայ գրողի ստեղծագործության մեջ, մյուս կողմից նրա ստեղծագործության բազմաժանրությունն այնպիսին է, որ ուղղված է եւ պատանիներին, եւ մանուկներին, եւ երիտասարդներին, եւ ծերերին, ամենատարբեր ժանրերում, գրեթե ցանկացածում, որտեղ ինքը ստեղծագործել է, ստեղծել է մի բարձրակետ, որը օրինակելի է եղել հետագա բոլոր իրացումների համար։ Եթե խոսում ենք հայ բանաստեղծության զարգացման մասին, հայ պոեմի զարգացման մասին, պատմվածքի զարգացման մասին, հեքիաթների, չգիտեմ, ամենատարբեր ժանրերի, այսինքն բոլոր այն հատույթները, որոնց դիմել է Հովհաննես Թումանյանը, այդ գծում նա եղել է օրինակելի։ Հիմք է դրել Թումանյանը քարյակների։ Քարյակները դա իրեն կյանքն է։ Ամեն մի քարյակը դա ինչ-որ մի դրվակ է իրեն կյանքից։ Ամենաթանկը ինձ համար դա Թումանյանի հոդվածներն են։ Մի հոդված անկեղծ չենք, ես շատ կուզենայի, որ մարդիկ կարդան, որովհետև դա այն հոդվածն է, որտեղ որ Թումանյանը քայլում է ուղղակի այսօր մեզ հետ։ Մեր կողքին է Թումանյանը։ Եվ նա ասում է, որ ժողովուրդը բաժանվում է մի քանի մասի։ Մի մասը դա ժողովուրդն է, բարի, կիրթ, դաստիարակ, օգնող, եւ կա մի մաս, որը կոչվում է ամբոխ, որը չար է, որը նախանձ է, որը մարդասպան է, եւ պետք է այդպիսի մարդկանց հետ անպայման պայքարել։ Թումանյանը ինքը մշտապես պայքարում էր այդ չարության դեմ։ Հովհաննես Թումանյանը հասարակական կյանքին, քաղաքական կյանքին մեր ժողովրդի վերաբերում էր այնպես, ինչպես իր անձնական կյանքին, եւ գլոբալ առումով կարելի է նույնիսկ ասել, որ թեկուզ 10 զավակ ուներ Հովհաննես Թումանյանը, մեծ ընկերախումբ, ընտանիք, գրական տարբեր հարաբերություններ, բայց ըստ ամենայնի չունեցավ անձնական կյանք։ Նրա կյանքը գլոբալ առումով յուրաքանչյուր վայրկյան, րոպե, օր, շաբաթ կապված է մեր ժողովրդի հետ եւ պատահական չէ, որ ամենատարբեր հասարակական, քաղաքական իրադարձություններ, երբ որ տեղ են ունեցել մեր ժողովրդի կյանքում, ապա Թումանյանը անպայման դրանց մասնակից է եւ դա սովորական մասնակցություն չէ, երբեմն Թումանյանը նաեւ իր հեղինակության հաշվին, ամենատարբեր հատկանիշների հաշվին կարողացել է անել անհնարինը, հա։ Հիշենք այն դեպքը 15 թվականին, երբ որբերը եկան Արևմտյան Հայաստանից, երբ եկան Էջմիածին եւ Թումանյանը կանգնեց նրանց պաշտպանում, երբ Թումանյանը տեսավ, որ երեխաները դա օգոստոս ամիսներ, դա պատմում է արդեն նվարդը, թե ինչպես Թումանյանը զայրացած էր, երբ Գևորգ 5-րդ կաթողիկոսը չթողեց, որպեսզի որ երեխաները մնան վեհարանում։ Եվ պատմում են, թե Թումանյանը այնպես էր զայրացած, որ ոչ մեկը երբեք չէր պատկերացնում, որ Թումանյանը կարող է այդ ձևով կաթողիկոսի հետ թեկուզ խոսել եւ ամբողջ մի խումբ այդ երեխաներին բերել վեհարան։ Այնտեղ էլ բոլոր այս երեխաները, այդ որբերը դիմում էին Թումանյանին որպես հայր։ Հայրիկ էին ասում իրեն եւ այդպես էլ կոչեցին ամենայն հայոց որբերի հայրիկ։
Շատ կարևոր են նաև այն հասարակական գործունեության որակները, որ Թումանյանը դրսևորեց նաև գրական կյանքի կազմակերպման հարցում, տարբեր գրական ընկերությունների հիմնադրում, դրանց շնորհիվ հայ գրողների ֆինանսական եւ սոցիալական վիճակների բարելավում եւ ընդհանրապես Թումանյանի նամականին միայն թերթելը բավական է, որպեսզի այդ գործունեության ահռելության մասին մենք պատկերացում կազմենք։ Ես միջև հիմա էլ չեմ հիշում, որպեսզի Թումանյանների տանը ինչ-որ մեկը մյուսին աներ ինչ-որ շատ թանկարժեք նվեր։ Դա չի եղել մեր տանը, դա ընդունված չի եղել։ Դաս երեխա է եղել տանը։ Ամենամեծ նվերը դա գիրքն էր։ Եվ դա այդ հիմքը դրել էր Թումանյանը։ Պետք է ունենալ գրադարան, պետք է ունենալ գրքեր։ Եվ ինքը սկսել էր հավաքել իրեն գրադարանը։ Թումանյանի լեզուն ընդհանրապես բացառիկության գագաթն է կարելի ասել, որովհետև դժվար է մատնանշել մեր գրականության մեջ մեկ այլ օրինակ, թերևս Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանից բացի, այն էլ ամենասկզբում, որ լինելով տվյալ գրողի հայրենի բարբարի այսպես խոսվածքը, միևնույն ժամանակ դառնա այդքան հանրամատչելի հանրային ամբողջ ժողովրդի համար, որը տարբեր բարբարների կրող է, սա ուղղակի վարպետության գերագույն աստիճան է։ Իհարկե Թումանյանը հետագայում բավական մաքրեց իր լեզուն հայտ բարբարային տարերից ինքն էլ էր խոստովանում, որ դրանք երբեմն շատ են եւ հասավ լեզվի այն պարզությանը, խորությանը, որով բնութագրվում են նրա լավագույն գործերը, Թմկաբերդի առումը, Անուշը, հատկապես քառյակները։ Թումանյանների մոտ ընդունված էր դա Թումանյանն էր որոշել, որ հյուրերի ժամանակ երեխաները պետք է նստեն սեղանի շուրջ, որպեսզի իրենք լսեն, որովհետև շատ հետաքրքիր գրողներ էին գալիս, Բրյուսովներ գալիս, Բալմոնտներ գալիս, վրաց գրողներն էին գալիս, շատ տարբեր եւ հետաքրքիր մարդիկ էին լինում։ Եվ նա ասում էր, սա համասարան է, մեր տունը համասարան է, մեր գրադարանը եւ մեր տունը, մեր հյուրերը, դա համասարան է ձեզ համար։ Իրենով Թումանյանը պայմանավորել է որակներ, որոնք առաջնորդող են հայ մարդու համար։ Կոնկրետ ինձ համար Թումանյանի որակները, Թումանյանի արած քայլերը միշտ առաջնորդող են եւ Թումանյանը այն մարդկանցից է, որոնց գործունեությունը այնքան մեծ է, այդ շնորհակալության աստիճանները այնքան շատ են, որ նաև այն մարդն է, որից ես երբեմն ամաչում եմ։ Ինչու որևէ չարած գործի, որևէ տեղ թուլանալու, որևէ տեղ խեղճանալու առիթ երբ որ լինում է, ես հիշում եմ Թումանյանին, ամաչում եմ եւ շարժվում եմ առաջ։ Թումանյանը մեր ժողովրդի ու անձամբ իմ լավատեսության գերագույն ու ամենակարևոր հիմքերից մեկն է։ Եթե հնարավորություն ունենայիք հիմա Թումանյանին որևէ բան ասել, ինչ կասեիք։ Ինչ անել։ Հարցեր, ինչ անել։ Ես միայն շնորհակալություն կհայտնեի իր մեծ ժառանգության համար եւ կփորձեի նորեն ու նորեն ուսումնասիրել Հովհաննես Թումանյան։ Այդ դեպքում մենք կհաղթանակենք։ Ձեր պատգամները երբեք չեն հնանալու, նրանք միշտ արդիական են եւ հայ ժողովրդին պետք է ուղեկցեն հավերժ։ Ես անկեղծ ասած հարց չունեմ, որտեվ նա այնքան բան է ասել, որ կարծում եմ այդ պատասխանները հա պետք է քաղել։ Եվ ուզում եմ, եթե թույլ տաք իհարկե մի բան էլ ես կարդամ, սա նա գրել է մայից 2 ամիս առաջ։ Ես գիտեմ մի օր իհարկե ոչ շուտ իմ կյանքը մեծ հետաքրություն ու աղմուկ է անելու։ Շատ բան է պարզվելու։ Տեսնելու եմ բոլորովին ուրիշ բան։ Գրգվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել։ 1000 դարով առաջ ետ ենք, ինչ կա որ։ Ես եկել եմ կամ կլինեմ հարուհավետ, ինչ կա որ, 1000 այսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, ես միշտ հողի, տիեզերքի մեծ հոգու հետ,
Ինչ կա որ։ Ինչ կա որ։ Թումանյանի ամեն տող պատգամ է եւ ամեն հայի համար թողած ապրելու բանաձև։ Ու եթե մի փոքր խելամիտ լինենք եւ կարողանանք կարդալ այն, ինչ գրել է Թումանյանը, ապա վստահաբար կբացվի պայծառ առավոտ կանաչ լեռներում, հայոց լեռներում։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք առաջինը։